Չարենց արդիական է ամեն ինչով, առաջին հերթին հայրենիքի ճակատագրական զգացողությամբ, չայլ տղա էր, չէ 15 թվականին ինչ էր, 18 տարեկան տղա էր, կամավոր գրվեց, կրած հայրենիքի համար, Էրզրումում կռվեց, ամեն ինչ արեց, գաղափարական զինվոր էր, իրական զինվոր էր, հետո ստեղծագործող անհատ էր, երկիր կառուցելու ժամանակ մշակույթի կառուցումով էր զբաղված, ինչ արեց այսօրվա համար արեց, վաղվա համար արեց, որովհետև այն բանաստեղծությունները, որ ժամանակին չեն տպագրվելու մնացել են անտիպ, հիմա գտնում, հանում, տպագրում ենք, դրանք ոնց որ երեք գրած մարդու տառապանք առաջին հերթին, մարդու ցավը, մարդու ճակատագիրը, երկրի վիճակը, մեզ տրված էս մի կյանքը, որ պիտի կարողանանք ապրել, Չարենցը շատ մեծ է ամեն ինչով, միայն պետք է իրոք կարդալ, ըստ էության կարդալ եւ յուրացնել, որովհետեւ այն նախկին դպրոցական թեթև թերի գիտելիքները նաեւ սխալաշատ այս Չարենցի համար չեն։ Եվ հետո պիտի Չարենցին բնագրով ընդունել այնպես ինչպես կա, ոչ թե մեկը կանգնի ասի, ըստ իս այստեղ պետք է լինի այնպես, չէ, դա գիտությունը ճշտում տալիս է, այդ նույնն է որ Սուրբ Գիրքը վերցես ասես, ըստ իս այստեղ, չէ, դու կարող ես ինքնուրույն մեկնաբանել, քո վերաբերմունք արտահայտել, բայց ընդունել տող այնպես ինչպես կա, այդպես գրեց, իր դեմ այնքան խոսեցին, գրեցին, վերջ կանգնեց ասեց, ընդունում եմ ինձ այնպես ինչպես կամ, վերջ կամ դուք էլ ընդունեք ինձ այնպես ինչպես կամ ամեն մեկս մեր ճանապարհով։ Չարենցը հեղափոխության բանաստեղծ էր, իրոք հեղափոխության բանաստեղծ էր, բայց Չարենցը խորապես հիասթափվեց այդ հեղափոխությունից, արդեն 27 թվականից սկսած, այդ ոգին մեռավ մեջը, տեսավ ինչ է կատարվում, տեսավ որ ինչի համար արել են, այդ մարդիկ հիմա մյուսներին հոշոտում են, եւ գրեց պոեմներ, չէ, ասում է բնության մեջ երբեք չես տեսնի, որ տեսակը տեսակին ուտի, բայց մեր հասարակության մեջ տեսակը տեսակին է ուտում։ Այդ դա պարաբան արեց, հիասթափվեց դրանից, հիասթափվեց այդ գրական միջավայրից, քաղաքական, այսպես ամբողջական այս բանի մեջ էր, գրական, մշակութային, ամբողջ քաղաքական մի ափի մեջ էր, եւ այն ինչ կատարվեց այդ սերունդի հետ, մենք ֆիդայինների սերունդ ենք ասում, հայրենիքին նվիրված կյանքները տվեցին, հավա մի ասենք Աքսել Բակունց, Գուրգեն Մահարի, Մկրտիչ Արմեն, Խաչիկ Դաշտենց, Վահան Թոթովենց, Զապել Եսայան, սա էր Չարենցի գունդն է, այսպես են եղել եւ պայքարեցին, մաքարեցին, բոլորն էլ զով գնացին, որովհետեւ ժամանակը շուռ եկավ իրենց դեմ։ Չարենցի դիահերձման արձանագրությունը ես տպագրել եմ, Չարենցը շատ հիվանդություններ ուներ, շատ։ Խանջանի օրոք Չարենցին ամեն ինչ արել էին անդր ֆեդերացիայի միջոցներով ուղարկելու էին արտասահման բուժվելու, թմրադեղեր եւ այլն հետքեր մնում էին ծանր։ Հետո Խանջանի սպանությունից հետո այդ օրակարգից հանվեց, Չարենցը մնաց։ Չարենցը երկար չէր ապրի, իր բնական մահով, որ իր բնական կյանքով եթե շարունակեր, երկար չէր ապրի, այդ հիվանդությունները, որ ուներ, գլուխ էին բարձրացնելու, ինքն էլ հյուծված էր, քայքայված էր, պետք էր իրեն կամ արմատական բուժում, որ գոնե կյանքը մի քիչ տանելի դառնար եւ ապրեր, կամ էլ այդպես կլիներ։ Իսկ ինչ վերաբերում է, գիտեք, մի զարմանալի բան կա, կյանքի ժամանակը եւ ստեղծագործությունը, այն խեղճ Մեծարենցը, այն խեղճ Դուրյանը 20 տարի, 22 տարի, Չարենցը 40 տարի, Բակունցը 38 տարի, բան կա, որ հանճարը հասունանում այդ ընթացքում։ Ուրիշ բան, որ մնային հանճարը էլի դրսևորումներ կլիներ, բայց իրենք հանճարը հասունանում է, բնությունը գիտի ինչ անում։ Սիզախոտ կա, սերմ։ Եթե տարին երաշտ է լինում, այդ սիզախոտը ավելի շուտ է սերմը հասունացնում ընկնում հողին, որ պահպանի սերմը եւ մյուս տարի ծլի։ Այսպես է, օրենքներ կան բնության, մարդու, հատկապես հանճարի, սա ուրիշ խոսակցություն։ Այն ժամանակներում պիտի հիշեք Չարենցի մոտ էլ կա այս արտահայտությունը։ Անցնում էր փողոցով 30-նանց ծեր մի մարդ, կա այսպեսի բան։ Այն ժամանակ տարիքի չափուն բանը ուրիշ էր։ Հիմա մի քիչ այլ է, ապրում են մինչև 90, 100 են ձգում, թող ապրեն երկար, փառահեղ, վայելուչ եւ պետք կան մեր իրեր։ Քո անունի Չարենց, ասոնանսն է արև եւ բառը հանճարեղ։